Բարև ձեզ հարգելի ընկերներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում եւ ինչպես խոստացել էի, հայ-ռուսական հարաբերությունների մասով տարբեր տեսանկյուններից մեր վերլուծությունը կներկայացնենք ձեզ, դա կարող եք ընթերցել եւ մեր կայքում եւ այս ֆորմատով եւս կարծում եմ վերլուծության եւ քննարկման անհրաժեշտություն կա։ Ծանոթացել եք վստահ եմ բոլորդ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին, որ օրերս տեղի ունեցավ, հեռախոսազրույցի հանգամանքը ինքնին հետաքրքիր է, առավել հետաքրքիր է այդ հեռախոսազրույցին առնչվող հաղորդագրությունները երկու երկրների կողմից տարածված, հիմա առանձին կընթերցեմ այդ հաղորդագրությունները եւ կասեմ ինչով է ուրեմն կարեւոր այս հանգամանքը։ Ռուսական կողմը տարածել էր շատ կարճ հաղորդագրություն, Պուտինի եւ Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը եւ Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ։ Սա ռուսական տարբերակն է Պուտինի մամուլի խոսնակի մեկնաբանությամբ եւ հայկական տարբերակը Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրությունը տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասում է ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների սյուն թվականի մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միության եւ պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկական դարձնելուց հետո։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամության մասին։ Այս երկու հաղորդագրությունները ինչի մասին են խոսում։ Գանք հայկական կողմի անունից հանդես եկողների տարածած հաղորդագրության մասին։ Այստեղ Փաշինյանի կառավարությունը գլխավոր խնդիրը համարում է տնտեսականը, սահմանափակումները, հայկական ապրանքների ռուսական շուկա մտնելու հնարավորություն չունենալու մասին։ Հետագայում մանրամասն կբացատրեմ, թե ինչ թվեր են անհանգստացնում Փաշինյանին եւ նոր վերջում արդեն գալիս են այդ հանրաքվեի գաղափարին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է հնչեցրել։ Ռուսական կողմի հաղորդագրության մեջ կա միայն հանրաքվեի մասին հիշատակում եւ ասում է, որ հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտություն։ Այսինքն ինչ է ասում, հայկական կողմը ասում է տնտեսական խնդիրները խնդրում եմ լուծեք, Նիկոլ Փաշինյանը զանգել ասել է մեր տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվում, թույլ տվեք հայկական ապրանքները գան ռուսական շուկա, մենք ԵԱՏՄ անդամ ենք, գործընկերներ ենք, չգիտեմ այսպիսի պայմանագրերը հիշատակել, Պուտինի պատասխանը հետեւյալն է, հաղորդագրությունները եթե թարգմանենք խոսակցական լեզվով, որ կգնաս, հանրաքվեն կանես, կգաս կխոսենք, մինչև հանրաքվե տեղի չունենա, մենք քննարկում քեզ հետ չունենք, ռուսական կողմի համար կա մի օրակարգ, այն է հանրաքվեի անցկացման օրակարգ։ Հիմա գանք նաև այս թվերի մասին խոսալուն եւ հետո կգանք նրան, թե ինչով է վտանգավոր այս ռուսական կողմի առաջարկը, իրականում ես չգիտեմ ռուսական կողմը ինչ հաշվարկներ է դրել դրա տակ, ինչ պատկերացում ունի Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, բայց միանշանակ է, որ խնդիրները դրանով չեն լուծվելու, խնդիրները դրանով կարող են ավելի բարդանալ։ Ուրեմն Համաշխարհային բանկի ներկայացուցիչը ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության հնարավոր ուժեղացումը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն առևտրի, այլև ընդհանուր առմամբ հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Եկեք տեսնենք ինչի հիման վրա է այս գնահատականը հնչեցվում։ Ուրեմն Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մրգեր են արտահանվում 104 սովոր միջին թվեր եմ ներկայացնում
104 միլիոն դոլարի, որից շուրջ 93%-ը մնում է հենց Ռուսաստանում, այսինքն վաճառվում է հենց Ռուսաստանում։ Ուրեմն բանջարեղեն 86 միլիոն դոլարի, 98%-ը վաճառվում է հենց Ռուսաստանի տարածքում։ Ձկնաբուծության և ծովամթերք 81 միլիոն դոլար, 99%-ը վաճառվում է Ռուսաստանում։ Կոնյակ և թունդ ալկոհոլային խմիչքներ 285 միլիոն դոլար, շուրջ 83-84%-ը վաճառվում է հենց Ռուսաստանի տարածքում։ Գինի 13.6 միլիոն դոլար, հանքային ջուր 19.7 միլիոն դոլար և զովացուցիչ և համեմված ջրեր 21.7 միլիոն դոլար։ Կա նաև ծաղկաբուծության հետ կապված մի թիվ, ուրեմն թվերը հստակ թիվ նշված չէ, բայց ես փորձեցի միջին թիվ հաշվել այն թվերից, որ հրապարակվել են, որ տարեկան 90 միլիոնից 120 միլիոն հատ ծաղիկ էր արտահանվում Ռուսաստանի Դաշնություն, եւ ես լսեցի ծաղկավաճառներին, որ 100-ից 150 դրամ էին մեկ ծաղիկի հատը վաճառում, այսինքն միջինում ստանում ենք մոտ 35 միլիոն դոլար տարեկան։ Ընդհանուր Հայաստանում արտադրված, սա վերարտահանման մասին չի, Հայաստանում արտադրված ապրանքները 645 միլիոն դոլարի ապրանք է վաճառվում Ռուսաստանում տարեկան։ Այս 645 միլիոն դոլար ուղղակի թվեր չեն։ Սրանք մեր գյուղացիների արտադրած միրգ բանջարեղենն է, արտադրողների գինին, կոնյակը, չգիտեմ, պանիրը, կաթնամթերքը, մինչև այս թվերը կաթնամթերքի սանկցիան դեռ չկար, դեռ հայտնի չի կաթնամթերքի մասով ինչ վնասներ կլինեն, բայց այսինքն խոսքը կարող է գնալ մինչև 700 միլիոն դոլարի մասին, որտեղ այնտեղ միայն մեկ թիվ կար, որ 16 միլիոն դոլարի միայն պանիր է արտահանվում, այլ կաթնամթերք եւս արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն խոսքը գնում է մոտավորապես 700 միլիոն դոլարի մասին տարեկան, որ Հայաստանում արտադրված ապրանքը վաճառվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այս սանկցիաները, միայն այս եղած սանկցիաները, որ կան, 700 միլիոն դոլար չի մտնելու Հայաստան տարեկան, եթե մենք զրկվենք ռուսական շուկայից։ Իսկ այդ 700 միլիոն դոլարը, արդեն ասացի, տասնյակ հազարավոր աշխատողներ են, հազարավոր ընտանիքներ են, հազարավոր ընտանիքներ։ Եթե չասենք տասնյակ հազարավոր ընտանիքներ։ Սա արդեն 1-2 բիզնեսի մասին չի խոսքը, սա նշանակում է, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ուղղակի սոված են մնալու։ Սրանք գումարենք մի ոլորտ եւս, որը այս պահին դեռևս խնդիրներ չունի, բայց կարող է խնդիրներ ունենալ, մասնավորապես փոխանցումների մասով, ուրեմն միջինում տարեկան 1 միլիարդ դոլար է գալիս Հայաստան մասնավոր փոխանցումների միջոցով, այսինքն դրանք մեծամասնությունը 90%-ը դրանք այն մարդկանց գումարներն են, որոնք գնացել են Ռուսաստան աշխատելու եւ այստեղ իրենց ընտանիքներին փող են ուղարկում։ Այսինքն Հայաստանի տնտեսություն մտնող եւ Հայաստանում ծախսվող 1.7 միլիարդ դոլարից մենք կարող ենք շատ արագ զրկվել, շատ արագ։ Արդեն 700 միլիոն դոլարի զրկվելու պատկերը կա։ Եվ այս ֆոնին ինչ է անում Փաշինյանը, Առավոտյան մամուլի տեսության ժամանակ էլ խոսեցինք, հոխորտում է, խոսում է ԵԱՏՄ-ն քանդելու մասին ըստ էության։ ԵԱՏՄ-ն ինքը չի կարողանալու քանդել, բայց այ Հայաստանի տնտեսությունը կքանդի իր այդ գործողություններով։ Հիմա գանք Հանրաքվեի գաղափարին, որը իմ գնահատմամբ ես առաջին օրից ասել եմ վտանգավոր։ Ինչու՞։ Որովհետև գոնե Ռուսաստանի նախագահը եւ ցանկացած երկրի նախագահ կարծում գիտի, թե ինչպես կարելի է ստանալ հանրաքվեի այս կամ այն արդյունքը։ Եթե անգամ հանրային տրամադրություններ չլինեն, կամ հանրությունը пассив լինի։ Բայց Հայաստանում կարելի է նաեւ բնական ճանապարհով, ճակերտների մեջ բնական ճանապարհով եղած իրավիճակը հաշվի առնելով, ստանալ հակառակ արդյունքը, ինչը ակնկալում են ռուսները։ Եթե ռուսները ակնկալում են, որ Հայաստանում հանրաքվեի արդյունքում ժողովուրդը որոշելու է, որ մնալու է ԵԱՏՄ-ում, ապա չարաչար սխալվում են։ Ինչու են սխալվում։ Որովհետև
հայ հասարակության մեջ հակառուսականության թույնը այնքան է ներարկված, որ մարդիկ ուղղակի ազատություն են համարելու ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Մարդիկ համարելու են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը նշանակում է վերջ, արդեն Եվրոպական միության անդամ ես, Փարիզ, Լոնդոն, չգիտեմ, ապրելու ես Ֆրանսիացու պես, փողերը գալու են անխնա, եւ դու ծախսելու ես ուղղակի ոչինչ չանելով, ինչպես քո Ֆրանսիայի, Գերմանիայի, եվրոպական այլ երկրների ծանոթ բարեկամները, որոնց նայում ես համացանցով կամ խոսում ես եւ իրենց կյանքը քեզ համար հրաշալի է թվում։ Շատերը կարծում են, որ իրենց կյանքը այդպիսին է դառնալու, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Համաշխարհային բանկը ուրիշ բան է ասում, բայց դե համաշխարհային բանկը քարոզչական դաշտում այդպիսի ազդեցություն չունի հայ հասարակության վրա, կամ չի ուզում ունենալ։ Եվ այս հակառուսականության ֆոնին կարելի է շատ հանգիստ ստանալ այն պատկերը, որին չեն սպասում Ռուսաստանում։ Ամենայն հավանականությամբ չեն սպասում, գուցե սպասում են նաև։ Եվ ինչու է Փաշինյանը խուսափում մեր գնահատմամբ այդ հանրաքվեի անցկացումից, որովհետև Փաշինյանը լավ գիտի ինչպիսի հասարակություն է ձևավորել հակառուսական եւ ինչպիսի կեղծ հույսերով է կերակրել այդ հասարակությանը եւ այդ հույսերը ինչպիսի պատկեր են ապահովելու։ Մյուս կողմից Փաշինյանը գիտի, որ Եվրոպական միությունում պատրաստ չեն Հայաստանին ընդունել։ Դա իշխանությունից լավ որևէ մեկը չգիտի։ Որևէ մեկը իշխանությունից լավ դրա մասին չգիտի։ Բայց կա ավելի դաժան սցենար, որ մենք ենք պատկերացնում, որ կարող է լինել, որ ըստ էության ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանն առաջարկում է անցկացնել հանրաքվե, կամ Ռուսաստանը պատժում է Հայաստանին, իսկ Եվրամիությունը պատրաստ չէ աջակցել Հայաստանին, համենայն դեպս գործնական աջակցություն մենք չենք տեսնում, Մարտակոսի եփած ջեմերը գործնական օգնություն չեն, Փաշինյանը ստանում է հրաշալի հնարավորություն առանց դիմադրության Հայաստանը դնել Թուրքիայի ազդեցության տակ կամ ուղիղ Թուրքիայի հսկողության տակ, հիմա էլ ազդեցությունը կա թուրքական։ Ինչպես այն կարող է տեղի ունենալ։ Տեսեք, այս տնտեսական սանկցիաները մարդկանց կյանքը դժվարացնելու են, եթե շարունակվի։ Եվրոպական միությունը չի օգնելու, եւ այդ դժվարությունը առավել նկատելի է դառնալու։ Եվ ինչ որ պահի, երբ դժվարությունն արդեն անտանելի է լինելու, մարդիկ օրվա ապրուստի խնդիր կարող են ունենալ, Փաշինյանն գալու է եւ ասելու է լուծումը Թուրքիան է, ժողովուրդ։ Տեսեք, ռուսները մեզ պատժում են, տեսեք Եվրամիությունը մեզ գցեց, տեսեք Մակրոնը միայն Փաշինյանին ձեռ գցեց, պատճպչեց եւ գործնական որևէ օգուտ չտվեց։ Միակ գործնական միջավայրը թուրքական միջավայրն է, կասեն, որը կօգնի Հայաստանին այս վիճակից դուրս գալ։ Տեսեք, հիմա արդեն խոսում են, չէ, ասում են գազ չլինի, ադրբեջանական կբերենք, արդեն այդ թեման նախապատրաստվում է ըստ էության։ Եվ ինչ որ փուլի հասարակությունը զզված այդ դժվարություններից կարող է, չեմ ասում կարող է կողմ լինել, բայց առնվազն կարող է չդիմադրել, դեմ չլինել դրան։ Եվ Հայաստանը շատ հանգիստ Փաշինյանը կդնի իր տիրոջ, քաղաքական իր տիրոջ Էրդողանի ոտքերի տակ։ Որպես ավար, այս ռազմական գործողության, որ վերջին տարիներին տեղի ունեցավ Հայաստանի դեմ, կամ տարածաշրջանում ոչ միայն մեր դեմ։ Եվ այս իմաստով, Ռուսաստանի գործողությունները ինչ որտեղ կարող են դառնալ անհասկանալի։ Եթե իրականում Ռուսաստանը ուզում է չկորցնել Հայաստանը, ապա պետք է օգտագործվեն նաև այլ գործիքներ։ Մեկ, եւ պետք է հնարավորություն չտրվի Փաշինյանին ժողովրդին գալ ներկայացնել, որ Ռուսաստանը մեզ ճնշում է, հնարավորություն չունենք, Եվրոպան չի օգնում, Ամերիկան չի օգնում, գնացինք Թուրքիա, եւ ժողովուրդը չդիմադրի։ Եվ սրա օրինակը կա կարողական, իհարկե այլ ավելի ցավալի օրինակ է։ Ինչպես տեղի ունեցավ Արցախի հանձնումը։ Եթե Նիկոլ Փաշինյանը գար 2018-ին ասեր, որ Արցախից տարածքներ պիտի տանք, Փաշինյանին կգամեին Սյունին,
Հասարակությունը պատրաստ չէր նման զիջման։ Պատերազմի ընթացքում անգամ պատրաստ չէր։ Հիշում եք հոկտեմբերի կեսերին էր Փաշինյան հայտարարեց ցավոտ զիջումների մասին, հաջորդ օրը ներողություն խնդրեց, ասաց ես փորձում էի հասարակությանը, այնպիսի դիմադրություն առաջացավ հասարակության կողմից։ Երբ հասարակությունը ըստ էության համաձայն չէր, բայց չդիմադրեց փաստաթղթի ստորագրմանը, տարածքների հանձնմանը, եւ հազարավոր զոհերի փաստը եղավ, եւ բոլոր բնակավայրերում զինվորների թաղումներ էին կազմակերպվում։ Այդ մեծ ցավը անտանելի մթնոլորտը քարոզչական, որը նաեւ ձևավորում էին պարտվողական, բերեց նրան, որ մարդիկ առնվազն դեմ չէին այդ պատրաստ չէին դիմադրել այդ տարածքների հանձնման գործընթացին։ Հետո եկավ 2023 թվականը, Արցախը դեռ կար։ Ինչ արեց Փաշինյան-Ալիև զույգը։ Բլոկադայի մեջ պահեցին Արցախը, հետո ռազմական գործողություններ Ալիևը Երևանի ավականու ընտրություններից հետո սկսեց Արցախի դեմ, այդ 9 ամիս մաշված պատերազմի, էլ նոր պատերազմում հարյուրավոր զոհեր տված, բենզինի պայթյունից հարյուրավոր զոհեր տված արցախցիները դուրս եկան Արցախից եւ Արցախը վերջնակարապես հայաթափվեց։ Իսկ Հայաստանում տարբեր պատերազմներից կորուստներ կրած ու վախի մեջ ապրող հասարակությունը ըստ էության դեմ լինելով այդ ամենին չդիմադրեց այդ գործընթացին։ Եվ վերջում Փաշինյանը եկավ ասեց, որ հազարավոր զոհեր չլինեին, ինձ կասեին դավաճան, ասեց էլի կարող էինք այս ամեն ինչը անել, բայց ինձ կասեին դավաճան, այսինքն իր հետ վատ կվարվեին։ Որպեսզի իր հետ վատ չվարվեին, ինքը ժողովրդին դրեց վատ դրության մեջ եւ պայմանները, դժվար պայմանները ստիպեցին ժողովրդին առնվազն չդիմադրել։ Եթե չասեմ իմաստել համաձայնեց տեղի ունեցողի հետ։ Հիմա նույն վիճակը այստեղ է ստացվում։ Անտանելի վիճակ է ստեղծվելու եւ ժողովուրդը, որը մեծ մասամբ դեմ է Թուրքիայի ազդեցության մեծացմանը կամ Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելուն, առնվազն չի դիմադրելու դրան, որովհետեւ ապրելու պայմանները դժվար են լինելու։ Ռուսաստանը ճնշում է, Եվրամիությունը չի օգնում, Միացյալ Նահանգները չի օգնում, միակ օգնության ձեռք մեկնողը Փաշինյանի քաղաքական շեֆ Էրդողանն է։ Ընդունեք այդ օգնությունը, սա է ասելու Նիկոլ Փաշինյանը ի վերջո։ Եվ այսպես իր թեթևամտորեն վերաբերվելը տնտեսական այս սանկցիաներին ռուսների հետ պայմանավորվածության չգնալը, դրա մասին է նաև խոսում ըստ էության, որ ինքն էլ է ուզում, որ այդ ճանապարհով գնա Հայաստանը, որը հայտնվում են դժվարությունների մեջ, ասի տեսեք ռուսներն էին ճնշում, տեսեք Եվրոպան չօգնեց, գնում ենք Թուրքիա։ Սա են ասելու վերջում, սա լինելու է Փաշինյանի խոսքը։ Սրանում ես գրեթե համոզված եմ, այլ արդեն գրեթե կասկած չունեմ։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, իմացեք, այսպիսի սցենար կարող է լինել եւ իմացեք, որ այսպիսի սցենարի ամենայն հավանականությամբ պատրաստում են մեզ, ձեզ բոլորիս այս իշխանությունները։ Եվ եթե Ռուսաստանը չի ուզում, որ Հայաստանը փոկվի իրենից ու հայտնվի Թուրքիայի ազդեցության տակ, ապա ինչպես իմ հարցազրույցներից մեկում էի ասել, ոսկերչական ճշգրտությամբ պիտի մոտենա այս գործողություններին, որտեղ այդ պատասխան գործողությունները պիտի լինեն, չի կարող չլինել Փաշինյանի վարած քաղաքականությանը պատասխան գործողություն, բայց դա պիտի ոսկերչական ճշգրտությամբ լինի, որ ժողովուրդը չվնասվի կամ այնպիսի վնասներ չկրի, որ համաձայն լինի հայտնվելու Թուրքիայի ազդեցության տակ։ Որ ավելի շատ քաղաքական գործիչները այսպես իրենց վրա դժվարություններ կրեն, թե ինչպես դա կարող է անել Ռուսաստանը, դա իրենք գիտեն, ինձ արդեն այդտեղ հետաքրքրություն չկա, ես ոչ իրենց կարող եմ խորհուրդ տալ, ոչ ճանապարհ ցույց տալ, բայց ակնհայտ է, որ այս շատ կոշտ մեթոդներով առաջ գնալը կարող է վատ ավարտ ունենալ բոլորիս համար, իրենց համար, մեզ համար, տարածաշրջանի համար եւ երջանիկ կլինեն միայն երկու հոգի՝ Էրդողանը եւ իր վասալ Նիկոլ Փաշինյանը։ Լավ մնացեք, կհանդիպենք։